Խորհրդարանն առաջին ընթերցման հավանություն տվեց կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքում փոփոխություններ նախատեսող նախագծին, որով վերանվանվում եւ վերախմբագրվում են գործադիրի 3 առանցքային գերատեսչությունների անվանումները։ Ըստ օրենսդրական նոր նախաձեռնության կձևավորվեն աշխատանքի եւ բարեկեցության, արտաքին գործերի եւ միջազգային առևտրի, ինչպես նաեւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ արհեստական բանականության նախարարությունները։ Օրինագծի քննարկման ժամանակ ազգային ժողովում կրքերը թեժացան, երբ Հայաստան դաշինքի պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը հարցրեց արդյոք սուտ խոսելիս Ռուբեն Ռուբինյանի փորը չի ցավում։ Պարոն Ռուբինյան, ձեր փորը չէր ցավում, որ սուտ էիք խոսում։ Այդ որ ասում եք ներողություն էլի մի վարքյան էլի այդ որ տենց որոշել եք սրամտեք իմ փորը ցավում էր որտեվ կույրաղիքս հեռացրել Հա, շատ բարի։ Հիմա մի վարքյան էլի մի վարքյան եթե բոլորիդ նենց հետաքրքրում ասեմ ամեն օր մի քիչ ավելի քիչ է ցավում հիմա դեռ ցավում է այլ մի վարքյան իմ արհեստանոցային տրակտի մասին այլ լրեք մի վարքյան մի վարքյան լրեք ես ես խոսք կտամ կխոսեք Իրավիճակը վերստին սրվեց, երբ քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը կոշտ հանդիմանեց Էդգար Ղազարյանին։ Լրություն դալիճում։ Պարոն Մխիթարյան, լրություն։ Պարոն Սիմիդյան, լրություն։ Պարոն Սիմիդյան, լրություն։ Պարոն Տիկին Հակոբյան, լրություն։ Ուզում եք հարամ անենք, հա, այս նստաշրջանը, ասեք, ամոթ, հա, առանց բան, խփոցու ավատնելը, զսպեք ձեր ցավը տանեմ։ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ պարզաբանել է 2026-2031 թվականների կառավարության ծրագրում Ռուսաստանի հետ հարաբերությունների բնույթի փոփոխությունը, ռազմավարական դաշինք ձևակերպումը փոխարինելով սոս գործընկերային հարաբերություններով։ Այս վերանայումը նա ուղղակիորեն պայմանավորել է 2022 թվականի սեպտեմբերյան իրադարձություններով, շեշտելով, որ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն այդ օրասական պահին չեն կատարել իրենց անվտանգային պարտավորությունները Հայաստանի հանդեպ։ Ըստ գործադիրի ղեկավարի դաշնակցային պարտավորությունների թերացման պայմաններում ռազմավարական գործընկերության մասին նախկին պնդումներն այլևս չեն համապատասխանում առկա իրողություններին եւ զուրկ են փաստարկված հիմնավորումից։ Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցից դուրս է գրվել եւ գնացել Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ, հայտնել է Քոչարյանի փաստաբանը։ 10 ժամ տևած դատական նիստից հետո դատարանը որոշել էր 2 ամսով կալանավորել Հայաստանի երկրորդ նախագահին։ Ավելի վաղ կալանավորվել էր նաեւ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդի Սեթրակ Քոչարյանը։ Նրանց դեմ բացված գործով անցնում են մոտ 1 տասնյակ անձինք, այդ թվում նաեւ նախկին պաշտոնյաներ։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որի նկատմամբ ընտրվել է երկրից բացակայելու արգել խափանման միջոցը։ Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև Հայաստանի հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին։ Վեհափարը եւ 6 եպիսկոպոսները չեն ներկայանա օգոստոսի 28-ի նշանակված դատական նիստին, Facebook-ում գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի եւ Գերագույն հոգեվոր խորհրդի 6 բարձրաստիճան հոգեվորականների քրեական գործով նախնական դատալսումները նախատեսվել են օգոստոսի 28-ին ժամը 16:30-ին Վաղարշապատի դատարանում։ Նրանց կներկայացնեն պաշտպանները։ Քրեական գործի հիմքում նախկին եպիսկոպոս Գևորգ Սարոյանին կարգալույց հռչակելու որոշումն է, ինչը մեղադրող կողմը որակել է որպես դատական ակտի կատարմանը խոչընդոտում։ Փաստաբանը շեշտել է, որ սա անթույլատրելի հակասահմանադրական միջամտություն է հայ առաքելական եկեղեցու ներքին կառավարմանն ու կանոնական կյանքին։ Նա շեշտել է, որ հոգևորական ձեռնադրելն ու կարգալույց անելը բացառապես եկեղեցու իրավասությունն են, իսկ պետությունն իրավունք չունի աշխարհիկ դատական ակտով որոշելու անձի հոգևոր կարգավիճակն ու դրա համար քրեական պատասխանատվության սպառնալիք կիրառել։ Ուժեղ Հայաստան խմբակցության անդամ Իրինա Յորյանը չընտրվեց ԱԺ տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Քվեարկությանը մասնակցած 102 падգամավորներից 38-ը կողմ են քվեարկել, 63-ը դեմ։ Խմբակցությունը հանձնաժողովի նոր տեխնացու չի առաջադրել։ Հայաստանի իշխանությունների այսպես կոչված նոր ընկերները օգտագործում են երկիրը եւ նրա քաղաքացիներին Ռուսաստանի հետ առճակատման մեջ ծառայեցնելով դա Եվրամիության նպատակներին եւ աչք են փակում բացասական գործընթացների վրա, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Դրա խոսքով թեև Մոսկվան չի միջամտում Հայաստանի ներքին գործերին, սակայն չի կարող անտարբեր մնալ այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։ Խոստակը շեշտել է, որ երկրում շարունակվում եւ սրվում են ճնշումներն այն քաղաքական ուժերի նկատմամբ, որոնք կողմ է
է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների պահպանմանն ու ամրապնդմանը։ Այն բացասական միտումը, որը Պուտինը նշել էր Փաշինյանի հետ ապրիլին կայացած հանդիպման ժամանակ, շարունակվում է։ Մենք ակնկալում ենք, որ հայ քաղաքական գործիչները կկարողանան ազատորեն մասնակցել երկրի քաղաքական կյանքին, նշել է նախարարության ներկայացուցիչը։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության առաջին բաժնի առաջին կարգի 2 մասնագետները վերադասի առաջարկությամբ եւ սեփական դիմումի համաձայն ազատվել են աշխատանքից։ Օգոստոսի 21-ին մամուլում տարածվել էր տեսանյութ, որտեղ երևում է, որ 2 կին հսկիչ ուղևորների հետ շփվելիս դրսևորում են ոչ պատշաճ վարքագիծ։ Ես քեզ ոստիկանություն կանչեմ։ Սրանք այլը։ Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Կոբախիձեն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու երկրների ռազմավարական հարաբերությունների օրակարգն ու տարբեր ոլորտներում փոխգործակցության ընթացքը։ Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջը հրավիրել է մասնակցելու հոկտեմբերին Հայաստանում կայանալիք կենսաբազմազանության COP17 համաժողովի շրջանակում նախատեսված առաջնորդների գագաթնաժողովին, ինչը Իրակլի Կոբախիձեն սիրով ընդունել է։ Լոռու մարզում տեղացած հորդառատ անձրևներն ու հուժկու կարկուտն առանձնակի սաստկությամբ դրսևորվել են Գյուլագարակ համայնքում։ Տարերքի անսովոր ինտենսիվության վերաբերյալ տեսանյութ է հրապարակել Գագիկ Սուրենյանը, արձանագրելով տեղումների հետևանքով ստեղծված իրավիճակը։ Սուրեն Պապիկյանի գլխավորության պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվել է տեսակապային խորհրդակցություն նվիրված օրամասերում իրականացվող աշխատանքների ընթացքին։ Օրակարգի առանցքում եղել են զինվորական կարգապահության ամրապնդման ուղղված միջոցառումների հետևողական իրագործումն ու ծառայության կազմակերպման արդյունավետության բարձրացումը։ Պաշտոնական Բաքուն Ռուսաստանից պահանջել է հետաքննել Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան մոտ տեղի ունեցած ազգային բոլշևիկների բողոքի ակցիան, այն որակելով որպես հարաբերությունները սրող սադրանք։ Ցուցարարները Բաքվին մեղադրում են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին խոշտանգելու եւ հակառուսական քաղաքականության համար, հիշեցնելով Ադրբեջանում ազատազրկված ռուսաստանցի մասնագետների եւ հետախուզվող լրագրողների մասին։ Ռուս ակտիվիստները Կրեմլին քննադատում են սեփական քաղաքացիների շահերը թույլ պաշտպանելու եւ Բաքվի առջեւ արդարանալու համար։ Սանկտ Պետերբուրգում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զինվորական է զոհվել։ Նրա կինը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Պայթյունի հզոր ալիքից վնասվել են նաև կայանված ավտոտրանսպորտային միջոցները, ինչի առթիվ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։ Ռուսաստանը շարունակում է բաց մնալ Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունների համար, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ ուկրաինական կողմը ևս հայտարարություններ էր արել հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը վերակենդանացնելու ցանկության մասին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել էր, որ Մոսկվան պատրաստ է երկխոսության, հիմնվելով 2022 թվականի Ստամբուլյան պայմանավորվածությունների վրա։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրի օբյեկտներին զանգվածային հարվածներ հասցնելու մասին։ Թիրախավորվել է մետալուրգիական եւ նավթամշակման արդյունաբերության օբյեկտներ, լոգիստիկ կենտրոններ եւ էներգետիկ ենթակառուցվածքներ Կիևում, Բորիսպոլում, Զապորոժիեում, Կրեմենչուգում, Կրիվոյ Ռոգում եւ Իլիչովսկում։ Ռումինիայում մայր արջը պոկել է ավտոմեքենայի մի մասը։ Միջադեպը տեղի է ունեցել, երբ վարորդները փորձել են մոտենալ եւ նայել փոքրիկ արջուկներին։ Մայր արջին դուր չի եկել ավելորդ ուշադրությունը, ինչն էլ դարձել է կենդանու ագրեսիվ արձագանքի պատճառ։ Նեպալում սառցադաշտի փլուզման հետևանքով տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 359-ի, իսկ ավելի քան 1300 մարդ դեռևս համարվում է անհետ կորած։ Աղետի գոտում անհետացածների թվում են առնվազն 34 երկրի քաղաքացի։ Միայն Տիբեթի շրջանում անհայտ է 558 մարդու ճակատագիր։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են ծայրահեղ դժվար պայմաններում, ենթակառուցվածքների համատարած ավերման եւ տեղանքի դժվարամատչելիության պատճառով։